Ողջույն սիրելի բարեկամներ, այսօր հուզումով մեկտեղված նշում ենք մայիսի 9-ը, որը մեզ համար կրկնակի հաղթանակի օր է, բայց այդ օրվա մեջ յուրովի խորուրդ կա ամփոփված, քանզի 1500 տարի հետո հայ ժողովուրդը կրկին մահ իմացյալ անմահություն իր զավակներին առաջնորդեց դեպի Արցախ, որպիսի ոսոխի չարանենք գաղափարներին, ոչ ասելով, նույնիսկ որպես սերմեր իրենց անձը նահատակելով սրբազան հայոց հողում, կանգնեցնեն ամեն մեկ ոսող թշնամու նենք հարցակում մեր սրբազան հողի վրա։ Այսօր ցավում ենք, որ նրանք չկան, բայց նրանք դարձել են անկակտելիությունը հավիտենականության, որովհետև մահ իմացյալ անմահությունը դարձրեց նրանց մարտիրոսներ, դարձրեց նրանց վկաները, որոնք իրենց կյանքը զոհաբերեցին իբրև միմինոր վարդաններ, որովհետև նրանց համար հայրենիքի գաղափարը ավելի վեհ և նվիրական, քան իրենց կյանքը, խոնարհվում ենք նրանց առաջ, որովհետև նրանց 18-19-ամյա կերպարի մեջ վերհարավ մեկ գաղափար, հայը երբեք նահանջել չգիտի, հայը երբեք ստրկամտանալ չգիտի, նրա համար ամենից վերը իր ազգի և հայրենիքի շահն է, ահա այս օրը նվիրված է մեր բոլոր այն տղաներին, որոնք ապրիլյան մի քանի օրում զոհվեցին, բայց չմահացան ապացուցելով, որ ոչ ոք կարող է հայ ժողովրդի ոգին ընկճել, քանի ունենք մենք նրանց նման սասունցի Դավիթներ։ Կոմիտաս վարդապետ Հովնանյան։ Ուրախությունը մեկտեղված հպարտության մտորում ես, որ հաղթանակ կարող է ունենալ այն հավաքականությունը, որին չի պակասում հոգին միախառնված ոգուն, իմաստությունը միախառնված մտքին և արիությունը ամբողջացված քաջությամբ։ Այս մի քանի օրերի ընթացքում իրապես մեր սիրեցյալ քրոջ շուրթերից լսեցի այդ հուզիչ բառերը, թե իր զավակը, որ գահ էր պատրաստել իր համար, այսօր փառքի գահին է նստեցրել իրեն երկրում, որպիսի ինքը այդ գահին արժանանա երկնքի մեջ։ Ուրախանում ենք այսօր այստեղ, որովհետև քաջերը երբեք չեն մահանում, քաջերը երբեք չեն ծերանում, քաջերը գնում են, որպիսի քաջաբար դառնան ժառանգորդները հավիտենականության։ Ես ուրախ եմ, որ այսօր մայիսի 9-ի ոգին ճիշտ է մեզանից խլեց 300,000 40-ականներին, մեզանից խլեց Շուշիի հերոսամարտի նահատակներին, խլեց մեզանից 3 մեր հրաշալի զավակներին, բայց աշխարհին ապացուցեց մեկ բան, հային չես կարող հաղթել, եթե նա միասնական և միահամուռ է։ Հայ զինվորին խոսք և երաժշտություն Կոմիտաս վարդապետ Հովնանյանի։ Ավո Ադամյանի կատարմամբ երգը հնչում է առաջին անգամ որպես խոնարհում մեր զինվոր հոգևորականներին։ Իմ սիրով զինվոր հայոց բանակի, քեզ քոչ է ուղղել ձայնը սուրբ ազգի, եղիր միշտ արթուն հողիդ պահապան, որ խաղաղ ապրի աշխարհ Հայաստան, իմ սիրով զինվոր հայոց բանակի, քեզ քոչ է ուղղել ձայնը սուրբ ազգի,
փախուտուրություն Հայքյան նիզակով գործենք քաջություն Հայենք մենք եղբայր հայենք մենք արի Հայր է վայել գործեր քաջարի Հեռու մեզանից փախուտուրություն Հայքյան նիզակով գործենք քաջություն Ով պահապաններ, ով քաջ զինվորներ, պատիվը ձեր տան, արեք փարոսներ, պաշտպանեք հողը, կրոջն ու մորը, որ լույսով բացվի հայոց սուրբ օրը։ Ով պահապաններ, ով քաջ զինվորներ, պատիվը ձեր տան, արեք փարոսներ, պաշտպանեք հողը, կրոջն ու մորը, որ լույսով բացվի հայոց սուրբ օրը Հայենք մենք եղբայր, հայենք մենք արի Հայր է վայել, գործեր քաջարի Հեռու մեզանից վախուտուրություն Հայքյան նիզակով գործենք քաջություն Հայենք մենք եղբայր, հայենք մենք արի Հայր է վայել, գործեր քաջարի Հեռու մեզանից վախուտուրություն Հայքյան նիզակով գործենք քաջություն Հայենք մենք եղբայր, հայենք մենք արի Հայր է վայել, գործենք քաջարի Հեռու մեզանից վախուտուրություն Հայքյան նիզակով գործենք քաջություն Հայենք մենք եղբայր, հայենք մենք արի Հայր է վայել, գործենք քաջարի Հեռու մեզանից վախուտուրություն Հայքյան նիզակով